Սիրելի համաքաղաքացիներ, գիտեք սա ինչ է, սա Գյումրու կենտրոնով անցնող Գյումրի գետակն է։ Տարիներ շարունակ աղբը այսպես հավաքում, բերում, կուտակում, տանում ու նորից նույն պատմությունն է։ Եվրատաշինքը այս խնդրի լուծումն ունի։ Գյումրիով անցնող բոլոր գետակները պիտի ունենան կոլեկտորներ, որոնք պիտի աղբը կոյուղաճրերը հավաքեն տանեն, իսկ գետակները մնան մաքուր։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն է։ Բարև ձեզ։ Արմինե, մինչ մեր զրույցս վերջին օրերին ես պարբերաբար դիտում էի մեր նախորդ հարցազրույցները, ոչ միայն այս տարվա, այլ նաև նախորդ եւ նկատում եմ, որ մենք պարբերաբար զրուցում ենք ճգնաժամերի մասին, մենք պարբերաբար հանդիպում եւ զրուցում ենք ճգնաժամային իրավիճակների արկայության դեպքում։ Հիմա էլ իրավիճակը իհարկե, այսպես ասենք, կայուններից չէ, մեղմ ասած, Հայաստան-Ադրբեջան համաձայնություն խաղաղության համաձայնագրի, դրանից հետո տեղեկատվական էսկալացիա Ադրբեջանի կողմից, շատերը դա բնորոշում էին, այսպես ասենք, նոր ռազմական գործողությունների որպես նախերգանք եւ այլն։ Այնուհետև Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի հետ, Հայաստանում էր Իրանի դեսպանը, ներողություն, արտգործնախարարը, Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկեց նաև Հարավային Կովկասում խաղաղության կայունության հարցերը։ Մի խոսքով ուկրաինական ճակատը, որտեղ կարծես թե որոշակիորեն մոտարկվում է, հնարավոր կրակի դադարեցման ռեժիմը կամ դրա պայմանները, որոնք կատարելու դեպքում այն կյանքի կկոչվի։ Մի խոսքով, Հայաստանը հիմա ինչու է իրադարձությունները նշեցի, որտեղ ինչպես դուք եք նշում, սրանք ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Հայաստանը հիմա կարողանում է չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքը, եթե այո, ապա ինչպես, եթե ոչ, ապա ինչ անել։ Նախ շնորհակալություն, որ հետ է գնացել ու փորձել եք դիտել նախքին նաև հարցազրույցներ, ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք ինքներս փորձագետները, քաղաքական մեկնաբանները պետք է պարբերաբար այդ աշխատանքը կատարեն, որտեղ դա նաև հնարավորություն է, որպեսզի մենք ինքներս մեզ հաշվետվողականության դաշտում, դիտարկենք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, տեսեք, պետք է ձեր հարցին պատասխանելու համար մենք փորձենք տարանջատել մեր կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ սպառնալիքները եւ ռիսկերը։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, մի քանի էտապ ենք բաժանելու։ Այսինքն առաջին էտապը թերևս կարող է լինել Եվրոպական միության քաղաքացիական, մինչ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը։ Հաջորդ էտապը կարող է լինել հապկից հապկի մեր մասնակցայնությունը սառեցնելը, այսինքն մինչ այդ ժամանակահատվածը։ Դրանից հետո կարող ենք դիտարկել ըստիս այն ժամանակահատվածը, երբ մենք սկսեցինք Միացյալ Նահանգների հետ քննարկել եւ աշխատել այս ռազմավարական գործընկերության փաստաթղթի շուրջ եւ զուգահեռաբար նաեւ սկսեցինք զարգացնել եւ ընդլայնել մեր քաղաքական եւ ոչ միայն քաղաքական օրակարգը Եվրոպական միության հետ։ Հիմա այս իրադարձությունները, որոնք ես նշեցի, այս ժամանակահատվածները, որոնք նշեցի, դրանք ցույց են տալիս դինամիկ առաջընթաց։ Այս դինամիկ առաջընթացի ընթացքում բնականաբար առաջ են եկել նոր ռիսկեր, նոր մարտահրավերներ, մասնավորապես պետք է նշենք հենց ուկրաինական պատերազմը, ուրեմն պետք է նշենք նաև Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետզհետե խորացումը, պետք է նաև նշենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա ճգնաժամը, ԱՄՆ-ում ձևավորված իշխանությունը։ Եվ այո, դուք իրավացիորեն նշեցիք նաև Միացյալ Նահանգներում ձևավորված իշխանությունները։
բայց մինչ այդտեղ է գալը պետք է հասկանանք մի բան, որ եթե մի դիտարկենք այս process-ը, որպեսզի հասկանանք, թե մենք կարողացել ենք դիմակայել, եթե ոչ, ինչ պիտի արվի, որ դիմակայել, եկեք դիտարկենք միջև Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի ի հայտ գալը, հա։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դիսկուրսը եւ արտաքին քաղաքականության դիսկուրսը եղել է խաղաղության օրակարգը, որը բազմիցս քննադատվել է հանրության լայն շրջանակների կողմից, որովհետև այն շատ դեպքերում ընկալվել է որպես ռիսկերը չտեսնելու եւ չկանխարգելելու ուրեմն գործընթաց։ Միևնույն ժամանակ տեսանելի է եղել նաեւ այն, որ այս գործընթացը որքան որ ի վիճակի չի եղել վերջնականապես կանխելու, այսինքն այն սպառնալիքները, որոնք ի հայտ են եկել, նույնքան նույն չափով կարողացել է նաև կանխարգելել որոշակի ռիսկեր։ Եվ այդ ռիսկերի շրջանակներում ես պետք է ընդգծեմ նաև արտաքին աշխարհում մեր օրակարգերը մատուցելը, հա, որովհետև եթե դու վարում ես մի քաղաքականություն, էնել ունես այսպիսի ճգնաժամային իրավիճակ եւ քո թշնամին ավտորիտար է եւ բավական քեզանից ուժեղ է բոլոր ուղղություններով, դու պետք է կարողանաս գտնել այնպիսի մի դիսկուրս, որը կարողանաս նաեւ լեգիտիմացնել դրսում, ինչքան էլ որ ուժի գործոնը այսօր դոմինանտ է աշխարհում։ Հիմա եկանք հասանք որ կետին, հասանք այն կետին, երբ Միացյալ Նահանգներում եղավ արդեն ընտրություններ եւ Թրամփի վարչակազմը եկավ իշխանության։ Այս ժամանակահատվածը, թերևս մինչև 2 օր առաջ, լավ 3 օր առաջ, ամենաանորոշ ժամանակահատվածն էր մեր համար, որովհետև այսօր գիտեք իմ տպավորությամբ 50-50 էր, այսինքն այն շոշափելի կամ ոչ շոշափելի հաջողությունները, որոնք մենք գրանցել ենք, նորից պետք է կրկնեմ, ձեզ համար դա կարող է լինել, չլինել հաջողություն, որտեղ ձեզ համար կարող է լինել հաջողությունը այն, որ մենք հենց այսօր կարողանանք իրագործել Լեռնային Ղարաբաղի բնակչության հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, բայց իմ համար դա կարող է լինել հաջողություն, որովհետև շատ արագ օրակարգերը փոխվում են եւ մենք պետք է հասնենք արագ դրանց արձագանքել, եթե մենք կարողանում ենք արձագանքել, նույնիսկ եթե չենք կարողանում կանխարգելել, բայց կարողանում ենք արձագանքել, այս աշխարհում, այս Հայաստանում, այս տարածաշրջանում ես համարում եմ հաջողություն։ Հիմա հերթով էլի գանք, հա, երբ ասում եք մինչև վերջին 2-3 օրը դուք կարծում եմ նկատի ունեք Ռուբիո-Փաշինյան հեռախոսազրույցը եւ ենթադրաբար երկու առանձնահատուկ դիտարկում, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը տարածաշրջանում չեն ուզում էսկալացիա, այլ աշխատելու են խաղաղության, կայունության ուղղությամբ եւ որ փոխադարձ շահերից ելնելով քննարկել են ռազմավարական գործընկերությունը, հա, այս երկուսը նկատի առանցքային որպես այսպես ասենք հավաստիացում, որ նոր վարչակազմը Հայաստանին շարունակելու է վերաբերվել որպես ռազմավարական գործընկերության տրամաբանությունից բխող երկրի։ Միայն ոչ դա։ Այդ առումով գիտեք, ես թերևս չի ասի, որ մտահոգություններ կային, որովհետև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրվել է Միացյալ Նահանգների հետ։ Ոչ թե Բայդենի վարչակազմի հետ, այլ ստորագրվել է Միացյալ Նահանգների հետ, դա սիստեմիկ բնույթի փաստաթուղթ է եւ եթե նոր վարչակազմը ունենար որևէ խնդիրներ այդ փաստաթղթի դրույթների հետ, ապա Միացյալ Նահանգների պետությունը ինքան պատասխանատվությամբ են իրենք վերաբերում նման, ուրեմն ձևաչափերին, որ նա կվերանային այդ փաստաթուղթը։ Հետևաբար, եթե գործընթաց չի սկսել վերանայելու, այլ հակառակը Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է, որ որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են համատեղ շահերը, սա մի բաղձալի իրականություն է մեր համար, ոչ միայն հաշվի առնելով այն, որ դա տեղի ունենում Միացյալ Նահանգների հետ, այլ հաշվի առնելով այն, որ մենք դրանից ռազմավարական գործընկերությունը որպես այդպես կենթանի օրգանիզմ դիտարկելու հնարավորություն չենք ունեցել։ Ինչու՞։ Որովհետև մենք ունեցել ենք ռազմավարական գործընկեր դաշնակից, որի հետ այդ հարաբերությունները կենթանի օրգանիզմ չեն եղել, դրանք եղել են ստատիկ։ Հիմա Միացյալ Նահանգների հետ զարգանում են, կենթանի են։ Դա կենթանի օրգանիզմ է բնականաբար։ Ինչու՞։
որովհետև եթե նոր վարչակազմ նախ Միացյալ Նահանգների տրամաբանությունն է այդպեսին, իրենք այդպես են աշխատում ռազմավարական գործընկերային հարաբերություններում փաստաթղթերի հետ, հա։ Եթե օրինակ վաղը Միացյալ Նահանգները որոշում կայացնի, որ ինքը ժամանակավրեպ է համարում սահմանային անվտանգության աջակցելու այն գործառույթները կատարել, որոնք ամրագրված են այդ փաստաթղթով, դա այդպես օդից կախված չի մնալու, դա վերանայվելու է։ Դե յուրե փաստաթղթում այն վերանայվելու է, հա։ Այսինքն այն չի օգտագործվելու որպես գործիք, որ այ եթե դուք այս քայլը չանեք, մենք դա չենք անի։ Ոչ։ Այսինքն այստեղ համադրում են շահերը, տեսնում են չի համապատասխանում, հետևաբար մենք ունենք խորքային տարաձայնություններ, եթե Միացյալ Նահանգները չի ուզում աջակցել մեր սահմանային անվտանգությանը, հեսա կարող է լինել ժողովրդավարությունից հետընթաց, խաղաղության օրակարգից հետընթաց, բանատեսակով օրակարգեր հետընթացներ կարող են լինել եւ վերանայվում է։ Հիմա այս Հայաստան Միացյալ Նահանգներ հենց ռազմավարական գործընկերության առումով ես կարծում եմ մենք կարող ենք լինել հանգիստ, որովհետեւ կենթանի օրգանիզմ է, գործընթացը առաջ է տրվում։ Այլ հարց է թե ինչպիսի քաղաքականություն է Միացյալ Նահանգները վարելու տարածաշրջանում, որտեղ մենք գիտենք, որ այս ընթացքում Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստել։ Բնականաբար նրանք դեռ Թրամփի ընտրություններից առաջ շատ լուրջ աշխատանք են փորձել տանել Թրամփի հետ, որպեսզի ադրբեջանանպաստ դիրքորոշումներ ստանան, որը հիմնականում, եթե մի բառով ասենք, ինչպեսին կարող է լինել, որպեսզի ամրագրվի Ադրբեջանի սուբհեգեմոն դերը տարածաշրջանում, մշտապես այս արտահայտությունը կրկնում եմ, հիմա էլ եմ կրկնելու։ Իսկ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները եւ ցանկացած արտատարածաշրջանային, այդ թվում նաեւ արտատարածաշրջանային պետություն, եթե տարածաշրջանում որևէ քաղաքականություն է բերում, մշակում, հա, որևէ անվտանգային կոմպոնենտ է ուզում բերել, տնտեսական էներգետիկ կապ չունի, պետք է հաշվի նստի Ադրբեջանի ազգային անվտանգային շահերի հետ։ Հաջողել է։ Այս պայդրությամբ տեսանելի ուրեմն հարթության վրա կարող ենք ասել ոչ։ Այսինքն Բաքուն հիմա էլ փորձում է ներողություն մեր բառերով ասած Միացյալ Նահանգների դաբրոն ստանալ։ Այո, սա շատ կարևոր է, որովհետև ինքը Ռուսաստանի կողմից ունի այդ աջակցությունը։ Ռուսները իրենք բնական դաշնակիցներ են։ Թուրքիան իր ռազմավարական դաշնակիցն է։ Այսինքն իրենց Շուշի համաձայնագրում, հռչակագրում կա նաև անվտանգային կոմպոնենտ, այսինքն մեկը մեկին աջակցել, հա, սա ամենաբարձր համեցեք։ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է։ Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Ամերիկան փորձում է հաշվի առնել եւ պնդում է, որ դա այդպես պետք է լինի, Ռուսաստանի շահերը հաշվի առնել, որպեսզի կայունություն լինի տարբեր տարածաշրջաններում։ Հետևաբար Բաքուն հայտնվում է բարենպաստ դիրքերում այս իրավիճակում։ Երեք Բաքուն Էս էլ պետք է հասկանանք, Բաքուն հայտնում է բարենպաստ դիրքերում արտահայտություն ասելով մենք ինչ նկատի ունենք։ Շատ լավ, Հայաստանի քաղաքական տարի չզուգացում։ Այս առումով ոչ։ Այս առումով ոչ։ Ինքը կարող է հայտնվել բարենպաստ իրավիճակում այնքանով, որքանով կարող է ունենալ լայն դաշտ մանևրականության, բայց ոչ ավել, սրանից ոչ ավել։ Հա, որտեղ իր հիմնական ռազմավարությունը, մեծ ռազմավարությունը, այդ տարածաշրջանային սուբհեգեմոն գումարած Հայաստանի Հանրապետության չեզոքացումը աշխարհի քաղաքական քարտեզից ըստ էության։ Կամ եթե Հայաստանը մնում է առնվազն դառնում է իր կամակատարը։ Եթե սա չի հաջողում, ապա իր պատկերացած այդ սուբհեգեմոնի դերը որպես այդպեսի նույնպես չի հաջողում։ Որովհետև ինչ էլ ուզում է լինի, նույնիսկ եթե մենք վաղ այդ համաձայնագիրը ստորագրենք, նույնիսկ եթե դրական որոշակի գործընթացներ տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ դեռևս տասնամյակներով ընդ որում ամենադրական գործընթացների պարագայում անգամ տասնամյակներով Հայաստան եւ Ադրբեջանը արտաքին գործընկերների համար դիտարկվելու են որպես վտանգի շեմին կանգնած կողմեր։ Հետևաբար նույն Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, նույն Ռուսաստանի, հա, նույն Հնդկաստանի, նույն Չինաստանի քաղաքականությունը տարածաշրջանում այնուամենայնիվ որոշակի բալանսներ է իր մեջ ներառելու, մասնավորապես եթե այդ համաձայնագիրը ստորագրված լինի, ինչու չի ուզում այդ թվում նաև Ադրբեջանը ունենալ այդ համաձայնագիրը, որտեղ այդ պարագայում մեծ մասամբ
ուժային կենտրոնների քաղաքականությունը հարավային Կովկասում ինքը որոշակի բալանսներ է իր մեջ պարունակելու, հա, շատ չզինենք Ադրբեջանին, շատ չզինենք օրինակ Հայաստանին, որևէ բան արվում է Հայաստանի համար, նույն բանը մոտավորապես արվում է Ադրբեջանի համար, հա, դրական օրակարգեր են սկսում առաջ գալ, իսկ այս պարագայում Հայաստանը կլանել արդեն հնարավոր չի լինի։ Դուք նաև ասացիք հասցնել փոփոխվող այս տեմպի մեջ լեգիտիմացնել մեր մոտեցումները, մեր նարատիվները, մեր նպատակադրումները։ Հաջողվում է թե ոչ մեզ դա։ Գիտեք, մեկ հեռախոսազրույցով ես չի ուզենա այսպես շատ դրական մեսիջներ փոխանցել, բայց այդ հեռախոսազրույցը խոսում է նրա մասին, որ այս պայդրությամբ մեզ այն հաջողել է։ Եվ ամենաառաջի հարցը տվեցի, Հայաստանը կարողացել է չեզոքացնել այդ ռիսկերը Ադրբեջանից եկող, հա։ Սովորաբար, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի կամ անվտանգային ռիսկերի մասին, մենք հենց առաջինը պատկերացնում ենք, գուցեև շատ իրավացիորեն, հենց կոնկրետ ռազմական գործողությունների տրամաբանությունը։ Եթե մենք խոսում ենք ավելի լայն ասպեկտի եւ շրջանակի տրամաբանության մեջ, ապա ռիսկերի չեզոքացում ասելու տակ մենք ինչ ենք հասկանում։ Հիմա որ դուք թվեք, մենք կհասկանանք, որ ռիսկերն ենք Ռազմականը դնում ենք մի կողմ, հա, հիմնական ռիսկը չեզոքացման դա արևմտյան, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեստն է, Ադրբեջանի։ Այս առումով մենք չենք հաջողել, բնականաբար, հա, որովհետև ամեն ինչ այդտեղից է սերում։ Մնացած այսպես փոքր օրակարգերը Հայաստանի դեմ, դրանք սերում են հենց այդ այսպես կոչված արևմտյան, մենք շատ ուշ սկսեցինք այս մասին խոսել։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա սկսել ենք արդեն ինտենսիվ այս մասին խոսել եւ այն ներկայացնել որպես տարածքային պահանջ Հայաստանի դեմ։ Եվ շատ լավ կլիներ իհարկե, որ մենք շատ ավելի վաղ այս մասին սկսեինք խոսել, որտեղ ես նույնիսկ լինում են դեպքեր, երբ զրուցում եմ մարդկանց հետ, ովքեր պետք է որ բավական ծանոթ լինեն կոնտեքստին եւ կոնտենտին, բայց ես տեսնում եմ, որ ընկալում արևմտյան Ադրբեջան թեզի այս ուրեմն կարևորության, հա, տարածաշրջանային անվտանգության խաղաղության համար չկա։ Այստեղ նշանակում է մենք ձախողել ենք։ Մենք հիմա պետք է բոլոր մայրաքաղաքներում առնվազն ամիսը մեկ անգամ որևէ միջոցառում անցկացնեինք, հա, որևէ միջոցառում անցկացնեինք գիտական, ընդ որում գիտական, որտեղ պետք է մենք խոսենք, թե ինչ է իրենց ներկայացումը այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզը։ Մենք պետք է տասնյակներով, հարյուրներով գրքեր թողարկեինք տարբեր լեզուներով, եւ դրանք պետք է տարածված լինեին ամբողջ աշխարհով։ Twitter-ը պետք է լեփլեցուն լիներ դրա մասին, թե ինչ է իրենց ներկայացում արևմտյան Ադրբեջան թեզը։ Մենք հիմա պետք է ունենայինք ամբողջ ինստիտուտներ, որոնք միայն բացառապես պետք է զբաղվեին այդ թեզը մերկացնելու, աշխարհին ցույց տալու եւ դրա հակաթեզերը ձևավորելու ուղղությամբ։ Մենք չենք կարող ասել, որ այդ աշխատանքը արվել է։ Դե այո, ցավոք, բայց օրինակ տեսեք դրա փոխարեն Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր գիտնականներ հավաքվել են, վաղը արդեն կհայտարարեն, նոր հանրային շարժում են ձևավորում, հայոց աշխարհ ձևավորելու հայկական էլիտան, որը կզբաղվի մեր արտաքին քաղաքական անվտանգային օրինակ հարցերով, հա։ Սա պարզապես այսպես ձեր խոսքի որպես շարունակություն կամ իրականություն, այսպես ասած։ Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանը հիմա պետք է թմկահարեր արևմտյան, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզի կեղծ լինելու մասին։ Իհարկե բնավ ուղիղ զուգահեռների մասին չէ խոսք, այլ վարքագծի, հա։ Զելենսկին աշխարհում մայրաքաղաք չմնաց, որ այնտեղ չլինի, շարունակում է լինել եւ թմկահարել, բայց մենք տեսնում ենք, որ աշխարհի առանցքային ուժային կենտրոններից մեկը, որը հենց նաև այդ բալանսն է, հա, որի խոսքից անգամ աշխարհը ֆինանսական, տնտեսական, անվտանգային վայրի վերում կարող է ապրել։
Կարծես թե այնքան էլ դեմ չէ կամ չի ընդդիմանում, որ Ուկրաինայի արևելքը դա Նովորոսիա է, իսկ դեպքում ինչու պետք է օրինակ ընդդիմանան, որ Հայաստանի հարավը դա արևմտյան Ադրբեջան չէ։ Որովհետև ես կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանին համատելը տեղին չէ։ Ինչու։ Որովհետև Ռուսաստանը որպես աշխարհաքաղաքական դերակատար համեմատական չէ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանին կարելի է չսիրել, Ռուսաստանին կարելի է սիրել, բայց չնկատել, կամահրել Ռուսաստանին որպես որոշիչ դերակատար, ուրեմն ես կասեմ նույնիսկ համաշխարհային անվտանգության եւ խաղաղության տեսանկյունից կարծում եմ սա կարճատեսություն է։ Այստեղ շատ շահեր են բախվում։ Այստեղ գլոբալ է խնդիրը։ Ադրբեջանի պարագայում գլոբալ չէ խնդիրը։ Այլ հարց է, որ Ադրբեջանի պարագայում նա նաև իր ձեռքերը ինչ որ առումով բաց է համարում, որովհետև Ռուսաստանի որոշակի առումով դա եւ հաջողում է։ Այսինքն հակադրվել, հակազդել Ադրբեջանին անհամեմատ ավելի հեշտ է, քան Ռուսաստանին։ Եվ եթե նույն դուք Զելենսկի օրինակն եք բերում, եկեք չմոռանանք, արդեն 3-րդ տարին է պատերազմը շարունակվում է։ Եվ այս ընթացքում ինչ ահռելի մեծ աջակցություն է ստացել Ուկրաինան եւ Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից։ Այլ բան է, որ Միացյալ Նահանգներում արդեն վարչակազմը փոխվել եւ սա այսպես անկառավարելի էր այդ իրավիճակը, որ կարող էր այդ վարչակազմը փոխվել եւ մենք այս իրավիճակ ունենանք, դա անկառավարելի էր, դա որևէ մեկը չէր կարող կանխարգելել, այսպես ոչ թե անկառավարելի, այլ ոչ կանխարգելելի էր, հա։ Լավ, հարցը հիմա փոքրինչ այլ ձևակերպեմ։ Տեսեք, նոր վարչակազմը խոսում էր խաղաղության մասին, եկավ խաղաղության օրակարգով, ստանձնեց լիազորությունները, խոսում է խաղաղության մասին, ասում է, որ մեր կառավարման ժամանակ չպիտի լինեն հակամարտություններ եւ այլն։ Հայաստանը, Ադրբեջանը վերջապես համաձայնեցրեցին տեքստը։ Իհարկե ճաշակի հարց է մեկնաբանությունը, համաձայնեցրեցին, Հայաստանը համաձայնեց, պայմաններ առաջարկել, նախապայմաններ, բայց օրինակ մենք չենք տեսնում նույն Վաշինգտոնը, որը ուղիղ եւ ակտիվ ներգրավվի, որպեսզի կողմերը գնան ստորագրելու։ Ադրբեջանը չի ստորագրում։ Այսօր էլի դեպ Ադրբեջանից հայտարարություն է եղել, Հայաստանին կոչ են անում ստորագրել, այո, բայց չթողնել պատմական այդ հնարավորությունը, իհարկե ծիծաղելի է սա։ Գուցե Միացյալ Նահանգները նաեւ փորձում է Ռուսաստանի շահերը եւ դիրքորոշումները հաշվի առնել կամ մեկտեղել նաև այս տարածաշրջանում հնարավոր խաղաղության հաստատման համատեքստում։ Գիտեք, դա անխուսափելի է ըստիս։ Բայց նայած թե մենք ինչ նկատի ունենք, ասելով որ Միացյալ Նահանգները փորձելու է նաև հաշվի առնել ռուսական շահերի հետ։ Եթե մինչև համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը մենք տեսնեինք Միացյալ Նահանգները Ռուսաստան ակտիվ փոխգործակցություն այս տարածաշրջանում, ապա կարծում եմ շատ հարցեր կարող են լուծվել ի վնաս մեզ, որտեղ ըստ էության կարող են դրանք ամբողջովին թողնել ռուսական կողմին, հա։ Բայց քանի որ բացատրիչի տեքստը այլևս համաձայնեցված է, ըստ էության այստեղ գիտեք, որպես այդպիսին միջնորդներ լինի դա Միացյալ Նահանգները, լինի դա Ռուսաստանը, դե յուրե միջնորդներ, որպես այդպեսին, դրանք պետք չեն։ Որովհետև տեքստը համաձայնեցված է։ Այստեղ պետք է պարզապես մի ամուր բռունցք, որը կստիպի Ադրբեջանին ստորագրել այդ փաստաթուղթը։ Հիմա կանք ինչու Միացյալ Նահանգները դա չի անում։ Հա, որովհետև թվում է թե որ պետք է, ես ինքս այս օրերին չափազանց ակտիվ էի Twitter-ում եւ բոլոր իմ թվիտերը վերաբերում են նրան, որ այս պահն է, այո, դու կարող եք այդ ոսկե դարաշրջանը բերել, այո, դու կարող եք մի զանգ անգամ համապատասխան տեղ բավարար է եւ այլն եւ այլն։ Նախ որովհետև սա Միացյալ Նահանգների համար դեռևս այդ առաջնահերթությունը չունի։ Որովհետև տակ չէ կոնֆլիկտը։ Ոչ թե որովհետև տակ չէ, որովհետև իրանց համար առաջնահերթ հարցը, որը ահռելի մեծ ռեսուրսներ է տանում գործառնական առումով, դա ուկրաինական հարցն է։ Այնտեղ եւ ՊԴՊ եւ ուրեմն անվտանգության խորհուրդը բոլոր ուժային կառույցները ամբողջովին լծված են այս հարցի սպասարկմանը։ Հետևաբար Հայաստան, Ադրբեջան հարցով իրենք զբաղվելու են զուտ ածանցյալ, հա, որոշակի ինչ որ նուրբ երանգներով կլինեն, հա, տեսեք օրինակ Ֆիդան Ռուբիո խոսակցության ժամանակ, երբ ընդգծվում է, որ Թուրքիայից խնդրել են աջակցություն ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև Հարավային Կովկասի, այսինքն Հայաստան-Ադրբեջան հարցում։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները որոշ գործիքներ է արդեն այսպես ցանցային նետում
շատ լավ հասկանալով որ Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, Թուրքիային է փորձում բերել կառուցողականության դաշտ, չէ՞։ Սա մեկ, երկրորդը շատ լավ հասկանալով որ Ադրբեջանը ուզում է ռազմակավոր եւ էսկալացիա հրահրի, անմիջապես այդպիսի հայտարարություն է տարածվում, որ էսկալացիա չպետք է լինի կամ ուրեմն ողջունում են նույն խաղաղության համաձայնագրի ստորագրումը կամ որ կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության, այդ որպես ռազմավարական գործընկերներ համատեղ շահերը։ Սա կարող է թվալ, թե ընդհանրապես մի նախադասություն է, հենց որևէ բան չի ներկայացնում, բայց այս ամեն ինչը, եթե մենք իրար հետ համադրում ենք, որոշակի առումով նաև հակադրում ենք, տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները քիչ-քիչ, քայլ առ քայլ, այնուամենայնիվ փորձում է ներգրավել այս տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ Ընդ որում կարծում եմ մեր առաքելությունը, մեր բոլորի անելիքը պետք է լինի հնարավորինս այնտեղ հասցնել, որ դա ավելի հեշտ է անելը, քան ուկրաինական ճգնաժամը, հա։ Եվ նույն նախագահ Թրամփը, որ ուզում է արագ արդյուն գրանցել խաղաղության, կարող է դափնիները ամբողջովին իրեն վերցնել, հա, որովհետև այո համաձայնագիրը համաձայնեցված է, մնում է միայն ստորագրությունը։ Արագ արդյունքը չի երաշխավորում, չէ՞։ Սա միանշանակ, սա լրիվ հարցի այլ կողմն է։ Շատ լավ, տեսեք, երբ ասացիք, որ Ռուսաստանի շահերը եւս հաշվի են առնելու այստեղ այդ համաձայնության կոնտեքստում Միացյալ Նահանգների կողմից, ապա ինչ է դա իրենց ենթադրում։ Ուզում փորձենք մեր քայլոշած այսպես։ Գիտեք, դուք ուզում եք անպայման, որպեսզի մեր հարցազրույցը գնա նեգատիվ ուղղությամբ։ Չէ, նեգատիվն էլ ասենք, պարզապես։ Սենց թե նեգատիվը այնքան շատ է, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Ինչու եմ հարցնում Ռուսաստանի շահեր, որովհետեւ որքան էլ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները խրթին լինեն եւ որքան էլ շատերը Հայաստանին մեղադրեն իբրև թե ինչ որ արևմուտքի դավադիր պլան իրականացնելու մեջ Հայաստանին Ռուսաստանի տարածաշրջանից դուրս վռնդելու համար եւ այլն, այնուամենայնիվ տարածաշրջանում Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում տարածաշրջանի երկրներից տնտեսական գործակցության առումով ռեկորդային է Երևանի հետ հարաբերությունները մշակութային ներկայացվածությունը, հա, ռազմավարական դաշնակիցներ են, Ռուսաստանի գլխավորած անվտանգային եւ տնտեսական կառույցների անդամ դե յուրե լինելը։ Մի խոսքով նկատի ունեմ էլ ինչ կա, որ պետք է հաշվի առնվի Ռուսաստանի շահերի տրամաբանությունից, որ կարող է այս բուրգի վրա հավելյալ ինչ-որ շահեր ավելացնել, հավելյալ ներկայություն որ գուցե ավելացնել։ Դե տեսեք, նույն Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ներկայությունը արդեն խնդիր է, այո, դա պետք է հանել։ Շատ լավ։ Երբ օրինակ Հայաստանի խորհրդանը վավերացրեց եւ ընդունեց օրենքը Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, կարծում եմ դուք նաեւ քաղաքական հայտարարություններն եք ծանոթ, թե դրանք ռիսկային են, վտանգավոր են, Ռուսաստանը պատժելու է, սա անելու է, անելու եւ սա որևէտեղ չտանող ճանապարհ է։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը ասաց, որ Հայաստանը ուրեմն պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկու աթոռի վրա նստել չի հաջողվելու եւ պետք է ուրեմն դուրս գա ԵԱՏՄ-ից, հա։ Մի կողմից մենք ունենք այդ ռուսական գեր ներկայությունը, որից ձերբազատվելու փորձերը համենայն դեպս իհարկե կան, բայց մյուս կողմից այդ շահերի համադրություն այստեղ չնեղացնելու որևէ ուժային կենտրոնին, այսպես կոչված, եւ այս տրամաբանության մեջ Հայաստանի իրական նպատակները, որոնք բխում են Հայաստանի ազգային, անվտանգային, պետական շահերից, սպասարկելու հնարավորությունները։ Այս խառնիչ աղանջ պատկերում, որքանով է դա հնարավոր դառնում, եթե օրինակ մենք Ադրբեջանին եւ Ռուսաստանին քաշային եւ հնարավորությունների կատեգորիաներով չենք համեմատում, հա, Հայաստանին այս դեպքում ռեսուրսները որտեղից են գալիս, Հայաստանը որտեղից պետք է սնվի, որտեղից պետք է ստանա այդ ուժը, հնարավորությունը, կարողությունը այս ամեն ինչում առաջ տանելու իր ազգային նպատակները։ Այո, ունենալ Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ, չլինել նրա գլխավորած կառույցների անդամ, զարգացող հարաբերություններ ունենալ, բայց այո, գնալ Եվրամիության անդամության ճանապարհով։ Տեսեք, Հայաստանի ռեսուրսները գալիս են, կարող են գալ այլընտրանքներից, այլընտրանքների հնարավորությունը ստեղծելուց եւ ունենալուց։ Այսինքն այս օրենքը, որը ընդունվեց, որ նախանշում է գործընթացը, սա եւս այդ հնարավորությունն է, հա։ Այդ հնարավորությունն է։ Եվ ես հավատացնում եմ, ես լսում եմ նաեւ շատ գործընկերներ, ովքեր այս գործընթացը համարում են բլեֆ, այդ
բառամթերքն են օգտագործում եւ ովքեր ասում են, որ սա զուտ քաղաքական ներքաղաքական շարժառիթներ ունի եւ այս պարագայում իմ մոտ միշտ էս հարց է ծագում կամ մենք բավական կարճատես ենք վերաբերում հարցին, կարճ ենք նայում գործընթացներին կամ մենք պարզապես չենք տեսնում շատ գործընթացներ, որովհետեւ հիմա եթե մենք այս օրենքը ունենալով, սա եթե մեզ օգնելու է, որպեսզի Հայաստան եւ հարաբերությունները ավելի խորանան, հա։ Իմ համար կարող եմ իմ անունից ասել, իմ համար շատ ավելի կարևոր են գործընթացը մինչև ԵՄ-ին հասնելը, քան հենց ԵՄ մտնելը։ Գիտեք ինչու, որովհետև այն գործընթացը, որ ես այն ռեֆորմները պետք է անեմ, այն աջակցությունը, որ պետք է ստանամ, այն փոփոխությունները գլոբալ առումով, որի մոտ պետք է տեղի ունենա, այդ 5 տարում կամ 10 տարում, ըստ էության դա ում է ծառայելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ եթե ես կարողանալու եմ իմ բիզնեսը, արտադրությունը բերել են մակարդակի, որպեսզի կարողանամ ինչ-որ մի օր իմ արտադրանքը արտանել եվրոպական շուկա, եթե ես նույնիսկ չդառնամ Եվրոպական միության անդամ, բայց ես այս ընթացքում կարողանամ ԵՄ-ի աջակցությամբ հասնել այդ մակարդակի, դա ում շահերն է սպասարկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Դառնալ մաքսային միության իրենց անդամ, չլինել ԵՄ անդամ, ինչպես Թուրքիան։ Այո։ Այո, հետևաբար պատահական չէ, որ միշտ պետք է ընդգծել, որ սա գործընթաց է եւ այդ գործընթացը հենց այդ այլընտրանքներն է քեզ տալիս, հա, եթե քո ապրանքները կարողանում են լինել ուրեմն գրավիչ եվրոպական շուկայի համար, քո տնտեսական կախվածությունը նաեւ Ռուսաստանից որոշակի առումով թուլանալու է։ Ինչու՞։ Ես չեմ ասում, որ ամբողջ ապրանք այնտեղից բերելու ենք, տանելու ենք եվրոպական շուկա, ամենևին դա կլինի մեկ այլ ծայրահեղություն, բայց նշանակում է մեր արտադրողը ունենալու է ընտրության հնարավորություն։ Ուր է գնում, այնտեղ է գնում, թե այնտեղ է գնում, թե այնտեղ է գնում։ Թե երկուսն էլ ընտրում։ Թե բոլորն էլ ընտրում է, այո, միգուցե կարողանում ենք այն կարգի արտադրանք արդեն ծավալի ապավել, որ կարողանում ենք ամենտեղ գնալ։ Գիտեք, այլընտրանքների բացակայությունն է, որ տասնամյակներով կոտրել է մեր մեջքը։ Այս պետության մեջքը կոտրել է այն, որ մեզ գաղափարապես մեր մեջ սերմանել են, որ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության համար այլընտրանք։ Երբ մենք սկսում ենք ռուսական կողմին մեղադրել իրենց վարած քաղաքականության համար, իսկ կարծում ենք առաջին հերթին պետք է մեղադրենք մեզ, որովհետև մենք ինքներս հետևողական զրկել ենք մեր այն աշճան ենք զրկել, որ նույնիսկ մտածող մարդիկ, այսօր ես տեսնում եմ շատ մարդիկ գրագետ մտածող եւ մասնագիտական առումով պատրաստ է ամենին, իրենք էլ են նայում քառակուսու մեջ, իրենք չեն ուզում այդ քառակուսուց դուրս գան, որտեվ իրենք չեն ուզում հարցերը դիտարկել այլընտրանքների տրամաբանության ներքո, որտեվ այլընտրանքների տրամաբանության ներքո դիտարկելուց Հայաստանը դառնում է սուբյեկտ։ Հայաստանը ձեռք է բերում սուբյեկտանություն, լավ, վատ, քիչ, շատ կապ չունի, բայց սուբյեկտ է դառնում, որը երկարաժամկետ հեռանկարում, իհարկե գրագետ ռազմավարություններ մշակելու իմպլեմենտացնելու պարագայում, այո, ապագայում կարող ենք ունենալ այնպիսի Հայաստան, որը ոչ միայն իր անմիջական ռազմավարական միջավայրում կարող է օրակարգ ձևավորել, որտեղ այսօր մենք չենք կարող այդ օրակարգը ձևավորել, պարզապես չենք կարող։ Բայց ապագայում կարող ենք ունենալ այդպիսի Հայաստան, ոչ միայն կձևավորի այստեղ, միգուցե կկարողանա նաև սպասարկել այդ օրակարգը։ Օրինակ, խաղաղության խաչմերուկ ենք ձևավորել, բայց մենք այսօր չենք կարողանում այդ օրակարգը առաջ տանել, ինչու՞, որտեղ միայն մեզանից չէ կախված։ Լավ, հաշվենք, որ բոլոր պարագաներում մեզանից միայն կախված չի լինել, բայց գրեթե ինչ հնարավոր է մեզանից կախված, որպեսզի լիներ, որ դա իրականություն դառնա, մենք դա արել ենք, չէ՞։ Բայց մենք չենք կարողանում այդ օրակարգը առաջ տանենք, այսինքն մենք չենք կարողանում դա սպասարկենք։ Եթե մենք չենք կարողանում տարածաշրջանային մակարդակում մեր գեներացրած ձևավորած օրակարգը սպասարկել, հա, այստեղ մի հարց է սպես ուղղակի։ Միացյալ Նահանգների հետ մեր ռազմավարական շփումները ստեղակերպեմ ինքնուրույն են։ Ոչ, տեսեք, համատեղ շահեր, որոնք են համատեղ շահերը։ Հայաստանի Միացյալ Նահանգների համատեղ շահերը որոնք են։ Հայաստանը պետք է լինի պաշտպանունակ, վերցնում ենք ուղղակի տեքստը։ Հա, Հայաստանը պետք է լինի պաշտպանունակ, ասեք խնդրեմ, որևէ պետություն կարող է ասել, որ Հայաստանը չպետք է լինի պաշտպանունակ, բացի Ադրբեջանից։ Կարծես թե ոչ, հա, որտեղ դա, այսինքն բխում է ՄԱԿ-ի իրավունք է։ Այո, կանադությունից, իսկ դա իմ իրավունքն է։ Հայաստանը պետք է լինի պաշտպանունակ, Հայաստանը պետք է լինի սուվերեն, Հայաստանը պետք է լինի անկախ, Հայաստանը պետք է
ունենա իր տարածքային ամբողջականություն, ի վիճակի լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը պետք է ունենա անվտանգային ամուր բարձիկներ, այսինքն տնտեսությունը պետք է տնտեսական անվտանգություն ունենա, էներգետիկ անվտանգություն ունենա, հա, ատոմական եւ այլն։ Քաղաքական անվտանգություն պետք է ունենա, արտաքին քաղաքականությունը պետք է լինի դիվերսիֆիկացած, սահմանային անվտանգություն պետք է ունենա, այսինքն մեր ծառայությունները պետք է կարողանան ապահովել մեր սահմանային անվտանգությունը, պարզ է չէ, որ դա արդյոք բխում է Միացյալ Նահանգների շահերից, իհարկե բխում է, եթե քո սահմանները դու կարողանում ես կառավարել, նշանակում է ընդ որում դու կարողանում ես դա կառավարել այդ ուժը, այդ գործիքները ձեռք ես բերում Միացյալ Նահանգների աջակցությամբ, սա ինչ է նշանակում, որ Միացյալ Նահանգները նաև ներդրում է ունենում, չէ, տարածաշրջանային անվտանգության կայունության համար, սա ինչ է նշանակում իր երթին, որ Միացյալ Նահանգները նաև կանխում է հնարավորինս, չէ, ապագայում հնարավոր էսկալացիաների եւ այլն եւ այլն։ Այսինքն, այսպես պետք է մենք հարցին նայենք, հա, այս պարագայում շահերը իդենտիկ են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի, իհարկե իդենտիկ են։ Ադրբեջանը ինչ է ասում։ Ադրբեջանը չի ասում ես ուզում եմ պատերազմ, Ադրբեջանը ասում է ես ուզում եմ խաղաղություն, ես եմ այս օրակարգը առաջ բերել, հա։ Այլ բան է, որ ինքը այլ կերպ է պատկերացում խաղաղությունը։ Հիմա այստեղ բնականաբար հիմաներ չկան, բոլորն էլ տեսնում են հանրային դաշտում, միայն իրենց հրապարակային խոսքը լսելուց պարզ է, բայց նկատի ունեմ, որ այս գործընթացին ձեր հարցի տրամաբանությամբ Ադրբեջանը դե յուրե չի կարող ընդդիմանալ, որովհետև ինքն էլ է ասում ես խաղաղություն եմ ուզում, խաղաղության համաձայնագիր ասում է ես եմ առաջարկել։ Հետևաբար Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերային հարաբերությունները չեն զարգանում տարածաշրջանից դուրս, որտեղ այդ գործընկերության հիմնական նպատակը այն է, որ Հայաստանը լինի ժողովրդավար, Հայաստանը լինի անկախ, պաշտպանաունակ, սուվերեն, հա, հետևաբար տարածաշրջանում ունենա իրեն հատկացված ուրույն դերը։ Այն դերը, որը Հայաստանը կարող է ինքն իր համար առնվազն այսպես գծել, հա։ Եթե տեսեք, էսկալացիա թույլ չտալ տարածաշրջանում, հնարավորություններ չստեղծել, որպեսզի Ադրբեջանը դիմի ուժային գործողությունների եւ այլն, մյուս դեպքում Իրանի դեմ չբացառել օրինակ ռազմական գործողությունները, հա։ Հիմա մենք սա դիտարկում ենք էլի խաղաղություն հաստատելու գործիքներից մեկը Միացյալ Նահանգների համար ռազմական գործողությամբ հաստատենք խաղաղություն, դա ինչպես է անդրադառնալու օրինակ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, եթե օրինակ Իրանի դեմ այդպիսի արշավ մեկնարկի, ինչը չբացառեց Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանալին։ Տեսեք, Ժիրայր, ես կարծում եմ, որ իհարկե Հայաստանը շատ փոքրիկ կարող եմ ասել դերակատար է, որպեսզի նման առաքելություն ամբողջովին իր վրա ստանձնի։ Այնուամենայնիվ մենք հնարավորինս պետք է խաղաղության աղավնու այդ դերը ստանձնենք, հա, Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները, բայց թե ինչպիսի տեսք դա կարող է ունենալ, ես չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ մեր համար շատ կարևոր է Իրանի անվտանգությունը, մեր համար շատ կարևոր է Իրանի հետ սահմանը, մեր համար շատ կարևոր է, որպեսզի Իրանում լինի կայուն իրավիճակ եւ որևէ, գիտեք, ճգնաժամ Իրանում դա ամենևին չի բխում մեր շահերից, բայց եթե ապագայում Աստված մի արասցե լինի մի իրավիճակ, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները դրանք կարող են լինել էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմական օբյեկտներին կամ միջուկային եւ այլն, դա դառնա անխուսափելի, առնվազն Հայաստանը պետք է կարողանա կանխարգելել դրա շարունակությունը Հայաստանի վրա։ Ասածս հենց դա է, կանխարգելի չարված Իրանին զսպելու համար, դա է չէ լինելու բացատրությունը, նույն պատճառաբանությունը Ադրբեջանն է միշտ կիրառում եւ դման հնարավորության դեպքում չի վարանելու։ Տեսեք, հա, բայց ո՞րն է իր հիմնավորումը օրինակ Միացյալ Նահանգների մոտ, ինչու է դա ինքը անում։ Ինքը մի հիմնավորում կարող է բերել դրա համար, ասել, որ փակենք Հայաստան-Իրան սահմանը, Իրան ավելի խեղճանա, հա, բայց դրա համար էլ կա դիվանագիտությունը, որպեսզի Միացյալ Նահանգները, այսինքն առնվազն ոչ միայն տեղեկացված լինեն, այլ նաև պարզ լինի, որ ես ռազմավարական գործընկերը այդ սահմանի կարիք ունի օդի եւ ջրի պես։ Բայց դրա համար է դիվանագիտությունը, որպեսզի դու չկարողանաս թույլ տալ, որ դա այնտեղ անցնի, հա։ Կամ ինչ է շահելու դրանից Միացյալ Նահանգները։
այն որ իր ռազմական գործընկերոջը խղճացնելու է, այսինքն այստեղ սրանք բաները, նարատիվներ են, որոնք դու պետքա դիվանագիտական ճանապարհներով տեղ հասցնես, որպեսզի կանխարգելես։ Հա, վատագույն սցենար իհարկե կարող է դա լինել։ Ես էլ եմ այս սցենարը շատ հաճախ պատտում մտքումս, որ Ադրբեջանը իհարկե այդ ուղղությամբ հիմա իրենք աշխատում են, սա նորություն չէ մասի որ պարզ է, բոլորս էլ գիտենք, իրենք այդ ուղղությամբ աշխատում են, իրենք տևական ժամանակ է, որ դեռ ընտրությունները Միացյալ Նահանգներում չէր սկսել, բայց իրենք արդեն սկսել էին այդ նարատիվները առաջ տանել, որ օգտագործեք մեզ, գործիքայնացրեք մեզ Իրանի դեմ։ Սա արվում է նաև նախկինում, հիմա ավելի ագրեսիվ է արվում, բայց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտություն, որպեսզի մենք կարողանանք կանխարգելել նման սցենարները։ Դուք ասում եք պետության մեջ կկոտրել է այլընտրանքների կամ այլընտրանքայնության բացակայության մոտեցումը, հա, ոչ թե բացակայեն եղել այլընտրանքները, այլ մենք չենք ուզեցել տեսնել կամ չենք տեսել լավագույն դեպքում։ Խորհրդանում հարց ու պատասխանի ժամանակ կառավարություն ազգային ժողով բավականին կրքերը թեժացել էին եւ Անդիմությունը օրինակ իշխանությունը մեղադրում է դեպի օրինակ Եվրամիություն գնալու, հա, այս գործընթացը մանավանդ օրենքը ընդունվեց, որ ասում է դրա գինը Արցախներ եւ դրա գինը Ռուսաստանի հետ հարաբերությունները ձեր փչացնելն էր, դուք դիկտատորիալ եք դարել, որպեսզի գնաք այս ճանապարհով, հետո ասում են, որ 2019 թվականի առաջարկները հրապարակեք, որոնք երևի թե մեզանում ավելի շատ հայտնի են որպես Լավրովյան, հա, պլանի ձևակերպումներ, այսպես շատ կենցաղային ասած, հասարակական կենցաղային խոսույթում այդպես են շատ հաճախ ասում։ Հիմա փորձենք հասկանալ, թե 2019 թվականի առաջարկները Լավրովյան պլանի, հա, այնինչ հիմա մենք հանրայինորեն գիտենք 5 գումարած 2 խաղաղ process-ով տալիս եք, հանձնում եք, չգիտեմ, եւ այլն, պահում ենք Արցախի սուբյեկտայնությունը, Հայաստանի դեմ ագրեսիաների հեռանկարը չեզոքացնում ենք եւ այս դեպքում անտրամաբանական է, թե ինչու Հայաստանը չի գնացել այդպիսի տարբերակների, չի դիտարկել այդ տարբերակները։ Վատագույն տարբերակ, որովհետեւ պետք էր պահել զուտ իշխանություն, հանրային տրամադրությունները այնպես չեն եփել, որ կարողանային այդպիսի գործընթացի տակ մտնել եւ լավագույն տարբերակը Ադրբեջանը չէր համաձայնելու Ադրբեջանի ձգտումները մաքսիմալիստական են։ Ինչա՞ Ադրբեջանը երբեք որևէ տարբերակի կարծես չի համաձայնել։ Երբեմն իմ տպավորությունն է, որ հայկական դիվանագիտությունը շարժվել են տրամաբանության, որ միևնույն է Ադրբեջանը չի համաձայնելու։ Ես երբեմն ցավով արձանագրում եմ, որ կարծես թե այս տրամաբանությունը դեռևս գործում է շատ դեպքերում, հա, որտեղ երբեմն մենք ինքներս էլ որոշակի զիջումներ ենք անում, որոնք հասկանում ենք, որ անթույլատրելի զիջումներ են, բայց մենք այդ զիջումները անում ենք, կարծես թե նաև ինչ-որ պահի մտածելով, որ միևնույն Ադրբեջանը չի համաձայնելու։ Ես շատ զուգահեռներ եմ անցկացում նրանում, ինչ որ կատարում է հիմա եւ կատարել է նախկինում։ Այդ թվում նաև օրինակ նախկինում էլ ինչպես էր, կողմերը նույն վիճակն էր, գնում էին բանակցում էին, Ժանակ Արիակը Միսկի խմբի համանախագահություն, համանախագահների Հովանու ներքո, ընդ որում համանախագահները գնում էին նաև Արցախ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարչյանները էին հանդիպում եւ այլն, այս մասին հայտարարություններ են տարածում, Հայաստան, Ադրբեջան, հետո արտաքին գործերի նախարարներն էին հանդիպում, հետ էին գալիս ուրեմն մի հայտարարություններ տարածում, չգիտեմ, Մուսկոկա, Լակվիլա, անգիր գիտենք ժամանակին այդ հայտարարությունները, պիտի անգիր իմանայինք, ուրեմն տարածվում էր ձևակերպումներով այսպիսի Առավոտյան Բաքուն այլ կերպ էր դա մեկնաբանում, Հայաստանը այլ կերպ էր դա մեկնաբանում։ Ու մենք միշտ մեր մոտ կար է տպավորությունը, որ Բաքուն վատն է, Բաքուն մեզ խաբում է, Բաքուն այո գնում է այնտեղ մի բան է խոսում, բայց հետո այլ կերպ է մեկնաբանում։ Միայն պատերազմից հետո, երբ մենք սկսեցինք Բաքվին ճանաչել որպես հանրություն, հասկանում եք ինչ նկատի ունեմ, հասկանալ թե այդ ինչքան իրենք լուրջ են վերաբերել նրան, ինչով զբաղվել են։ Միայն դրանից հետո իմ համար ամենայն դեպս պարզ դարձավ, որ իրենք ոչ թե ուրեմն աճպարարությամբ են զբաղվել, այլ դա եղել է մի գործիք սպասարկելու իրենց պետական շահը։ Եվ եթե որևէ հայտարարության մեջ գրված եղել մի բան, որ իրենց պետական շահերից չի բխել,
իրանք դա հերքել են։ Մենք դա անցալել ենք որպես աճպարարություն, որտեղ ասել ենք, բայց չէ՞ որ այստեղ համաձայնեցված է, եռանախագահներն էլ են այնտեղ եղել։ Հիմա այս իրավիճակը եկեք բերենք հիմա իրականություն մեր օրեր, շատ նման է իրավիճակը։ Կարծես թե նույն իրավիճակը մենք ունենք։ Երրորդ տարբերակը նախկինում այսպես ընդունված էր, որ քանի որ Ադրբեջանը ավտորիտար է եւ պարտված պետություն է, ռեժիմը ունի իր դեմքը փրկելու խնդիր, հնարավորինս փորձենք հրապարակային գլուխը շոյել Ադրբեջանի կամ առնվազն հրապարակային չթիրախավորել։ Եվ սա բերեց նրան, որ բոլոր հայտարարություններում միշտ հավասարության նշան էր դրվում։ Եվ սա հետագայում բերեց նրան, որ նույնիսկ պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, նույնիսկ 21 թվին, 22 թվին, նույնիսկ էթնիկ զտման ժամանակ միևնույն հավասարության նշանը դրվում էր, կողմերին կոչ էր արվում։ Այսինքն ավանդույթ է ձևավորվում միջազգային հանրության մոտ։ Այդ ավանդույթը ձևավորվում է, որ ենք պետք է հոտորենք կողմերին, բայց սա որտեղից է նաև գալի։ Իհարկե կարող ենք ասել, որտեղ կառուցողականություն էին ուզում բերել, բայց գայս է նրանից, որ կարծես թե կար այսպես իրար հասկանալու մի, այսպես իրար բոլորը հասկանում են, որ քանի որ ինքը ավտորիտար է, պատերազմ է, ուրեմն տանուլ տվել, մենք պետք է հրապարակային իրեն չթիրախավորենք, որպեսզի ինքը չխեղճանա։ Հայաստանն էլ հակառակ զուգահեռաբար շատ խեղճ էր։ Ասել դες խեղճ լինեմ, շատ չխոսեմ, որտեղ 20%։ Եկեք հիմա գանք, նայենք, համեմատենք այս իրավիճակը ներկայիս իրավիճակի հետ։ Շատ նման է իրավիճակը։ Նորից մենք ասում ենք, ես շատ լսել եմ նման արտահայտություն մեր միջազգային գործընկերներից, որ երբ մենք Ալիևին օրինակ վարչակազմին ասում ենք իրենց, որ դուք այսպիսի հայտարարություններ եք անում եւ այլն, իրենք ասում են, եկեք գնանք Աղդամ։ Եթե մեր յուրաքանչյուր ադրբեջանցի մտնում է Աղդամ, ես չեմ կարող իրեն ասել, չեմ կարող պատասխանը տալ ես, Աղդամի պատասխանը չեմ կարող տալ։ Եվ սա իրենք փաթեթավորում է ներկայացնելով, որ քանի որ Աղդամը այս վիճակում է, ես պետք է շարունակեմ այս հայտարարություններն անել։ Նման է, չէ՞, անցյալին։ Այսինքն էլի մենք լռում ենք, որտեղ ինչ-որ բան մտածում ենք, դե մենք կառուցողականն ենք։ Հա, գիտեք, նկատի ունեմ, որ շատ նման է, այսպես որ նայում ես ցիկլը, ես ինչու եմ սրա մասին խոսում, որտեղ ես ուզում եմ, որ մենք նման իրավիճակների վերաբերյալ շատ խորքային հիշենք, անընդհատ հիշենք, որովհետև պատմությունը ինքը դասեր է տալիս, հա։ Ես երբեմն լսում եմ նաև ասում են, պետք չէ հրապարակային Ադրբեջանին թիրախավորել, որովհետև ինքը ավտորիտար է, որտեղ ռեժիմի պետք է հաշվի առնել ռեժիմի սպეციფիկա է։ Բայց ասում եմ, հետ գնանք, այդպես վարվել է 25 տարի։ Եվ մարդը դրանից ոգևորվել է եւ ավելի ավտորիտար է դառել, ավելի շատ է առաջ եկել։ Հիմա արդեն ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում, եթե խոսքը վերաբերում է հայտարարությանը։ Եվ այստեղ հարց է ծագում։ Նույն համաձայնագիրը տեքստը, որը համաձայնեցվել է, եւ մենք չենք խոսում համաձայնագիրի տեքստը ստորագրելուն հաջորդիվ բացվող առավոտի մասին, հա? Արդյոք մենք ինքներս չենք նպաստում նրան, որ այդ առավոտը իր հետ բերելու է մեկ այլ ճգնաժամերով, սպառնալիքներով, վտանգներով լի ժամանակահատվածի սկիզբ։ Ես չեմ պնդում, բայց ես կարծում եմ, որ սրանք հարցեր են, որոնք մենք պետք է բարձրաձայնենք եւ սրանց մասին մենք պետք է խորենք։ Թողնենք այս անորոշությունը ձեր վերջին դիտարկման եւ մեր հաջորդ զրույցը հենց այստեղից էլ կսկսենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։